Տոմարը նախսել նրանից, որ դա օրացույց բառի հոմանիշն է հայերենում։ Ընդհանրապես տոմար բառը նշանակում է մատյան, հունարեն տոմարիոն բառից է, որը մատյան գիրք իմաստ ունի։ Տոմար են կոչվել այն մատյանները, որոնց մեջ ամփոփված է եղել տարբեր գիտություններ, այդ թվում նաև օրացույցը։ Հետագայում բառը ավելի նեղ մասնակի իմաստ է ստացել բուն օրացույց իմաստով։ Օրացույցը տարբեր հետազոտություններում, տարբեր սկզբնաղբյուրներում մեկնաբանվում է տարբեր կերպ։ Այսօր շատ տարածված է ընկալել, որ իբր թե օրացույցը ծնունդ է, հետևանք է մարդու տնտեսական գործունեության զարգացման ինչ-որ աստիճան, այսինքն զարգանում է տնտեսությունը, գյուղատնտեսություն, երկրագործություն, սակայն սա պետք է ասել, որ շատ միակողմանի, սահմանափակ եւ բնականաբար թերի մոտեցում է։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կրոն, ինչպիսի կրոն էլ դա լինի, ունի իր պարտադիր կրոնական գործողությունների համակարգը եւ յուրաքանչյուր կրոնական գործողություն պարտադիր կերպով պետք է պատասխանի հետեւյալ 4 հարցերին, պետք է ունենա 4 բնութագրիչ։ Ինչ նպատակով է այդ կրոնական գործողությունը կատարվում, երկրորդ, ինչ կերպ է այդ գործողությունը կատարվում, երրորդ, որ տեղում է, որտեղ է այդ գործողությունը կատարում եւ ի վերջո չորրորդ, իսկ երբ է այդ կատարվում։ Եվ այս վերջին կետին պատասխանելու համար անհրաժեշտ է ունենալ ժամանակը ինչ որ կերպ տրոհելու մի համակարգ։ Այն սա էլ օրացույցն է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ կրոնը եթե կա, ինքը անպայման պետք է ծնի օրացույց։ Գիտելիքները հիմնականում հայկական օրացույցների վերաբերյալ գալիս են ամենամեծ չափով Անանյա Շիրակունու աշխատանքներից եւ երկրորդը 11-12-րդ դարերի շատ մեծ դարձյալ հեղինակ Հովհաննես Սարգսակ Վարդապետ։ Այս երկու հսկաներն են, որոնք մեզ թողել են շատ թանկագին եւ շատ լրիվ ամբողջական տեղեկություններ օրացույցի եւ իմաստնավորի հայկական օրացույցի եւ անցյալի եւ ներկա վիճակի, իրենց ժամանակվա ներկա վիճակի եւ ներքին օրինաչափությունների մասին։ Թե երբ է զարգացել տոմարագիտությունը կամ ընդհանրապես օրացույցի մասին գիտությունը հայոց մեջ։ Եվ բանից մենք չգիտենք, բայց քանի որ մենք գիտենք, որ օրացույցը կրոնի բաղկացուցիչ մասն է, ուրեմն պիտի ասենք, երբ որ Հայաստանում ծնվեց կրոն, առաջացավ կրոն, հենց առաջին մարդը հասավ կրոնական գաղափարի, նա պիտի արդեն ստեղծեր նաև այդ կրոնի ներդաշնակ օրացույց։ Ուրեմն ծագումը գնում է հենց կրոնի ծագման հետ։ Ինչ վերաբերում է մեր փաստական տվյալներին, տեսեք, Մաշտոցյան դպրության ամենասկզբի ժամանակներից մենք արդեն գիտենք, որ 5-րդ դարի առաջին քառորդում նույնիսկ արդեն հայերեն է թարգմանվում Անդրեաս Բյուզանդացու տոմարը։ Դա համաքրիստոնեական օրացուցային շարադրանք էր, որը ստեղծված էր բոլոր քրիստոնյա ազգերի օգտագործման համար եւ հենց գրերի գյուտից քիչ անց սուրբ գրքի թարգմանությանը զուգընթաց հայերը թարգմանում են Անդրեասի տոմարը, այսինքն այդքան կարևորություն են տվել օրացույցին։ Իսկ ավելի հին տեսեք, մենք ունենք օրինակ Վանի թագավորության շրջանից հեպագրեր, որտեղ հենց մեհերի դռան վրա կան օրացուցային նշումներ, պայմանականորեն պիտի ասել օրացուցային անշուշտ, տարվա մեջ կատարվող զոհաբերությունների վերաբերյալ, թե որ Աստծուն ինչպիսի զոհեր պիտի մատուցել եւ որոշ դեպքերում կան այնտեղ նշումներ, օրինակ ասում է այսինչ Աստծուն, Խալդե Աստծուն զոհ կանեք արևի ամսին։ Էլ ավելի հին մենք ունենք Հայաստանի ամբողջ տարածքով մեկ ու հատկապես Սյունիքում, Գեղամա լեռներ եւ այլն սփռված հազարավոր ժայռապատկերներ, որոնց մի մասը ակնհայտորեն ունեն օրացուցային բովանդակություն։ Թե որոշակի ինչ օրացույց են
դրանք ներկայացնում։ Մենք այսօր չենք կարող վստահ կարդալ, որովհետև դրանք վերցանված չեն։ Այսինքն դա շատ մեծ տակավին չարված աշխատանք է, որ սպասում է իր հետազոտողին։ Բացի այդ, մենք Հայաստանի տարածքում գտնված ունենք եւս բազմաթիվ իրեր, որոնցից մի մասը վստահաբար ունեն օրացուցային բովանդակություն, դրանցից մեկը Սանահինից 1946 թվականին հայտնաբերված բրոնզե գոտին է, որ պահվում է Երևանի պատմության թանգարանում եւ հետազոտված է, տպված են այսինքն բոլորը հրատարակված նյութեր են եւ դա վստահաբար ունի օրացուցային բովանդակություն։ Այսինքն այդ ժամանակ, իսկ դա մոտավորապես 1000 տարի Քրիստոսից առաջ է։ Մեր նախնիները այդ ժամանակ ունեցել են շատ բարձր զարգացած օրացուցային մշակույթ։ Հին եւ նոր տոմարների մասին, տեսեք, ճիշտ է, շատ է մեր հասարակության մեջ այդ հարցը հոլովում։ Երկուսն էլ ըստ էության նույն բանն են, երկուսն էլ վերաբերում են հռոմեական օրացույցին, որը այսօր մենք կիրառում ենք։ Ասեմ, մենք այսօր ապրում ենք հռոմեական օրացույցով, ցավոք ոչ հայկական օրացույցով։ Հռոմեական օրացույցը, որը շատ երկար պատմություն ունի, իր վերջնական ձևավորումը, կարգադրությունը ստացել էր Հուլիոս Կեսարի կողմից, գիտեք, առաջին դարը նախքան Քրիստոս։ Ժամանակին այդ օրացույցը, որ հայտնի է պատմության մեջ Հուլիան օրացույց անունով, նաև համարվել է իդեալական, կատարյալ, շատ գեղեցիկ, շատ կուռ ներքին կառուցվածք ունի, բայց նա ունենում էր մեկ օրվա սխալ էր գոյացնում իր անճշտության հետևանքով, մեկ օրվա սխալ էր գոյացնում 128 տարում։ Եվ 1582 թվականին երկար քննարկումներից հետո Հռոմի Գրիգոր 13-րդ պապի կարգադրությամբ այդ օրացույցը փոխարինվեց ավելի ճշգրիտ, ավելի կատարյալ, այսպես ասենք, օրացույցով, կատարյալ ճշգրտության առումով, բայց անկատար ներքին կառուցվածքի առումով, եւ այդ նոր փոխված տարբերակը կոչվեց նոր տոմար կամ Գրիգորյան տոմար։ Մենք այսօր ապրում ենք հենց այդ նոր տոմար կոչվածով։ Նոր տոմարը ինչով է տարբերվում հին տոմարից, նախ որ շտկված է այդ Նիկեայի ժողովից սկսած 325 թվականին Նիկեայի ժողովը եղավ։ Այդ Նիկեայի ժողովից հետո կուտակված սխալն է շտկված, ձև է մտածված, ձև է ներդրված, որ այլևս նոր սխալ չկուտակվի։ Դա նահանջների կարգը սահմանելու մեջ է նստած այդ ձևը, եթե այնտեղ 400 տարվա մեջ 100 նահանջ տարի է լինում, այստեղ նոր տոմարում 400 տարվա մեջ լինում է 97 հատ նահանջ տարի ու 3 հատ նահանջ տարով պակաս է, ամբողջ գաղտնիքը այդ է եւ դրա շնորհիվ տարբերություններ են առաջացել հին եւ նոր տոմարների միջեւ։ Հիմա դրա համար մեր այսօրվա կամայական ամսաթվին համապատասխանում է հին տոմարով 13-ով փոքր ամսաթիվ։ Դրա համար ժողովրդի մեջ դեռ կենսունակ է հին տոմարի ավանդույթը, հատկապես ամանորի կապակցությամբ մարդիկ, չգիտես, որտեղից մնացած սովորություն ունեն հին տոմարով եւս ամանոր նշելու, դա ըստ իս ընդհանրապես ուրախանալու մի հավելյալ առիթ է, ոչ մի ուրիշ իմաստ դա չունի։ Հին հայկական տոմարը դա շատ մեծ անցյալ ունեցող մի իրողություն է եւ տարբեր փուլերում տարբեր վիճակներ են եղել։ Նախ ասենք, թե մենք ինչպիսին է եղել մեր նախաքրիստոնեական օրացույցը, այն օրացույցը, որ հայերը օգտագործել են անմիջապես քրիստոնեության մուտքից առաջ։ Այդ օրացույցի մեջ տարեշրջանը եղել է 365 օր, բայց բուն տարի համարվել է ընդամենը 360 օրը։ 360 օր տրոհված 12 ամիսներից յուրաքանչյուրը 30 օր տևողությամբ։ Այդ 12 ամիս 30 օրով անում է 360 օր։ Այդ տարի համարված այդ հատվածից հետո, ժամանակահատվածից հետո դրվել են եւս 5 հավելյալ օրեր, որոնք չեն համարվել տարվա մեջ։ Օրինակ մեր ամբողջ քրիստոնյա մատենագրության ընթացքում մեր քրիստոնյա հեղինակները դրանք անվանել են արարչության օրեր։
Այսինքն այն 5 օրերը, որոնք ըստ Ծննդոց գրքի նախորդել են մարդու արարմանը, չէ՞ որ մարդը 6-րդ օրը արարվեց, որոնք բնականաբար դրա մարդու արարումից առաջ ժամանակը հաշվող չկա, քանի որ դեռ մարդը չկա։ Եվ այդ 5 օրերը զուգադրված են եղել, այդ հավելյալ 5 օրերը զուգադրված են եղել այս մարդու արարմանը նախորդող օրերին։ Սա մեր քրիստոնյա շրջանի հեղինակների բացատրությունն է, թե նախքան քրիստոնեություն ինչ բացատրություն է եղել, մենք չգիտենք։ Ընդ որում հայկական 12 ամիսներ ունեցել են իրենց ուրույն անունները, մենք այսօր օգտագործում ենք հռոմեական ամիսներ, հունվար, փետրվար եւ այլն, գիտեք, հայկական ամիսները բոլորովին տարբեր անուններ են ունեցել՝ նավասարդի, հոռի, սահմի, տրե, քաղոց, արած, մարած եւ այլն։ Ցավոք այդ անունները մենք այսօր չենք օգտագործում։ Հատուկ անուններ են ունեցել ամսվա մեջ բոլոր օրերը, 30 օր 30 հատուկ անուններով, սկսվել է Արեգ օրով, առաջին օրը կոչվել Արեգ, վերջին օրը կոչվել է Գիշերավար։ Եվ այս անունները բոլորը մեզ հասել են շնորհիվ 7-րդ դարի մեր հեղինակ Անանյա Շիրակունու։ Իհարկե որոշ անուններ մեզ հասել են կսկտուր ուրիշ տեղերում եւս, բայց համակարգված ամբողջական Անանյա Շիրակունու երկերով է մեզ հասած։ Բացի այդ, օրը տրովել է երկու մասի գիշեր եւ ցերեկ, որոնք եւս տրոված են եղել 12-ական ժամերի։ Ամեն մեկը ցերեկը 12 ժամ, գիշերը 12 ժամ, եւ այդ ժամերը եւս ունեցել են հատուկ անուններ։ Այդ անուններից մի մասը մենք այսօր էլ հայերենում օգտագործվող բառեր որպես ունենք, օրինակ առավոտ բառը, աղջամուղջ բառը եւ այլն։ Իդեպ ասեմ, որ առավոտ բառը հայկական օրացույցում ունեցել է ոչ թե ցերեկվա սկզբի ինչ որ ժամի արժեք, այլ դա եղել է գիշերվա 10-րդ ժամը։ Օրինակ շատ հետաքրքիր իրողություն կա։ Մինչև այսօր մեր եկեղեցում առավոտյան ժամերկություն է կոչվում, կատարում է, որը կատարում է գիշերվա վերջում։ Դա գիշեր, առավոտ կոչվում, բայց կոչվում է առավոտյան ժամերկություն, այսինքն եկեղեցին որպես շատ ավանդապահ կառույց պահպանել է նախաքրիստոնեական շրջանի տոմարական իրողությունը կամ վաղ քրիստոնեական շրջանի տոմարական իրողությունը։ Քրիստոնեական տոնացույցը բերում է իր պահանջները։ Այդ պահանջները բավական հստակ ձևակերպված են սկսած Նիկեայի ժողովից, որտեղ այնտեղ սահմանվեց զատիկը որոշելու, զատիկի օրը գտնելու կարգը, ինչ ձևով պետք է զատիկի օրը որոշվի։ Զատիկի օրը որոշվելու մեջ հաշվի են առնվում եւ լուսնի փուլերը, եւ ամսաթիվը, եւ շաբաթվա օրերը, այս ավուր պատկերը։ Դրա համար հենց պատվաստվում է հայկական օրացույցի վրա այս քրիստոնեական պահանջները, ստացվում է բավական բարդ համակարգ։ Աթանաս Տարունացին արդեն 6-րդ դարի կեսում Մովսես կաթողիկոսի պատվերով, Մովսես Եղևարտեցու պատվերով ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական տոնացույցը։ Դա մի տոնացույց էր, որտեղ հայկական ավանդական օրացույցի հիմքի վրա, ավանդական ամսաթվերի համակարգի վրա դրված էր, պատվաստված էր քրիստոնեական տոնացույցը իր բոլոր պարտադիր բաղադրիչներով։ Իսկ հետո արդեն Անանյա Շիրակունին է սա կատարելագործում, հետո ավելի ճոխացնում է Հովհաննես Սարգսակը։ Վերջին կարգադրությունը արել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը։ Իր 1774-ին տպած տոնացույցում կա այն վերջին կարգադրությունը, որը մինչև այսօր չի փոխված։ Երբանից է հունվարի 1-ը դարձել նոր տարի։ Նախ նշենք, որ հունվարի 1-ը հռոմեական օրացուցային իրողություն է։ Ու բնականաբար սա արվել է հռոմեական օրացույցի մեջ։ Նոր տարին նշվել է հունվարի 1-ին բավական երկար փոփոխություններից հետո եւ վերջնական իր դիրքը հունվարի 1-ը ստացել է Հուլիոս Կեսարի կարգադրությամբ։ Հայերս շատ երկար ժամանակ որևէ գիտելիք չենք ունեցել հունվարի 1-ին նոր տարի տոնելու մասին։ Հայաստանում ավանդաբար շատ երկար ժամանակ նոր տարին միշտ տոնել են նավասարդի 1-ին։ Տոնել են որոշակի աստղի դիտումով։ Դա եղել է հայկական համաստեղության գլխավոր աստղը, որի դիտումով որոշվել է այդ տոնի օրը, եւ այսօր աստղագիտական ճշգրիտ հաշվարկներով, թվաբանությամբ կարող ենք ճշգրտել, որ այդ օրը եղել է
ամառնամուտից մոտ 1 շաբաթ առաջ։ Այսօրվա օրացույցին եթե բերենք, դա լինում է հունիս ամսվա 14-ը։ Սուրբ Ծնունդի նշման օրերը իրարից տարբերվում են տարբեր եկեղեցիներում, որտեղից է գալիս այդ փաստը։ Մենք ունենք առաքելական կանոններ, հայկական կանոն գրքի մեջ կա հենց ամենասկզբում առաքելական կանոններ, այս այն կանոնները, որոնք մեզ ավանդվել են Հիսուսի անմիջական աշակերտներից։ Եվ այդ կանոնների մեջ առաջիններից մեկը, առաջին չէ, բայց առաջիններից մեկն է Սուրբ Ծնունդը նշելու ամսաթիվը, եւ ասում է կարգադրեցին առաքյալները, որ մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը ամեն տարի տոնենք հունական հռոմեական ընդգրկված է հունական ամսաթվով հունվար ամսվա 6-ին։ Սա փաստ է։ Հիմա սրա դեմ կա առարկություն, որ արտաքին աղբյուրներում, այսինքն նույն առաքելական կանոնների ոչ հայերեն տարբերակներում այդ մասը չկա, այդ ամսաթիվը չկա։ Բնականաբար այն եկեղեցիները, ովքեր փոխել են հետագայում, նրանք այդ մասը պիտի հանեին։ Բանն է, որ տեսեք, հայտնի պատմական իրողություն է, որ քրիստոնեությունը տարածվել է նախ եւ առաջ հռոմեական կայսրության սահմանների մեջ։ Եվ Պաղեստինը հռոմեական փոքրիկ պրովինցիա էր, եւ մնացած հետո մինչեւ Հռոմ եւ այլն բոլոր առաջին եկեղեցիները, Ալեքսանդրիայի եկեղեցին է, դա փոքրասիական եկեղեցիներ, դրանք բոլորը հռոմեական տարածքներում էին։ Եվ առաջին քրիստոնյաները բնականաբար եղել են այդ հռոմեական քաղաքացիներ կամ հռոմեական տիրության մեջ ապրող մարդիկ։ Այդ նույն դարերում, երբ որ քրիստոնեությունը ծնվում ու տարածվում էր իբրև կրոն, հռոմեական կայսրության մեջ շատ տարածված էր արևելքից ներթափանցած միհրապաշտական կրոնը։ Միհր, միթրա Աստծո պաշտամունքը, եւ սա շատ մեծ տեղ էր գտել այդ հռոմեական դիցարանում, եւ միհրապաշտների մոտ բացառիկ կարևոր տոն էր միթրա Աստծո, Միհր Աստծո ծննդյան տոնը, որը տոնվում էր ամեն տարի դեկտեմբերի 25-ին։ Հռոմեական եկեղեցին երկար ժամանակ փորձում է պայքարել, որովհետեւ տեսեք ինչ էր լինում։ Պատկերացեք հարևաններ են եթե ապրեն, մի դրկիցը տոնում է մեծ տոն, մեծ ճոխ հանդիսությամբ, մյուս դրկիցը չի կարող լրիվ անմասն մնալ։ Ուզի չուզի ինչ որ կերպ պիտի առնչվի դրան։ Ինքը չի տոնի, բայց տոնի շորշոփը իրեն պիտի հասնի։ Եվ երբ որ հունվարի 6-ին գալիս էր Հիսուսի ծնունդը տոնելու հանգամանքը, այսպես ասած, այլևս միջոց մնացած չէր լինում նորից մեծ շքեղ տոն անելու համար։ Դրա համար արևմտյան եկեղեցին դիմում է այսպես ասած սրամիտ քայլի։ Նրանք պարզապես որպես պայքարի միջոց միհրապաշտության տոնի դեմ տեղափոխում են Հիսուսի ծնունդը։ Նրանք Հիսուսի ծնունդը հունվարի 6-ից բերում են 12 օր առաջ, դնում են դեկտեմբերի 25-ին։ Մեր եկեղեցին, քանի որ Հայաստանում միհրապաշտության խնդիր չի եղել, մենք խնդիր չենք ունեցել ամսաթիվը տեղափոխելու։ Մենք մնացել ենք ավանդական ամսաթիվի վրա, ինչպես որ եղել է ի սկզբանե։ Շատերը օրինակ են բերում, թե ռուսաց եկեղեցին էլ հունվարի 7-ին է տոնում, դա էլ տարբեր ամսաթիվ է, ասեն, որ թյուրիմաստություն չլինի, դա տարբեր ամսաթիվ չէ։ Հունվարի 7-ը պարզապես 5 տոմարով դեկտեմբերի 25-ն է։ Բայց ռուսաց եկեղեցին տակավին իր տոները տոնում է 5 տոմարով։ Եվ նրանք էլ դարձյալ ամբողջ արևմտյան եկեղեցիների պես էլի դեկտեմբերի 25-ին են իրենց Հիսուսի ծնունդը նշում, պարզապես ի տարբերություն մյուսների նրանք 5 տոմարով են, սա է, ուրիշ տարբերություն չկա։ Ինչով ենք մենք հիմնավորում հունվարի 6-ին Սուրբ Ծնունդ եւ հայտնություն նշելը։ Առաջին հիմնավորումը դա առաքելական կանոններն են, որը մենք ունենք գրավոր ձևով, մեզ ավանդված է, բայց միայն սա չէ մեր հիմնավորումը։ Կա եւ երկրորդ հիմնավորում, որը մեզ թողել է մեր հանճարեղ գիտնական 7-րդ դարի մեծագույն մտածող Անանիա Շիրակունին։ Իր կոթողային երկի մեջ, որ քննիկոն է կոչվել, դրա մի հատվածն էլ տոմարն է,
Այդ տոմարի մեջ Անանյան թողել է երկու տեսական շարադրանք, ճառեր։ Մեկը կոչվում է զատկի ճառ, մեկը հայտնության ճառ։ Եվ այս հայտնության ճառի մեջ Անանյան մանրամասնորեն տոմարագիտորեն արդեն, ոչ թե դավանաբանորեն, տոմարագիտորեն հիմնավորում է, թե ինչու պետք է հունվարի 6-ը լիներ Հիսուսի ծնունդը։ Բոլոր նրա հիմնավորումները խարսխված են, կանգնած են ավետարանական տեղեկությունների վրա։ Ավետարաններում ունենք մի քանի տեղեկություններ, որոնք կապված են Հիսուսի ծնունդի հետ։ Ավետարաններում հստակ կապ կա, որ Հովհաննես Մկրտչի եւ Հիսուսի ծնունդերի մեջ պետք է լիներ 6 ամիս տարբերություն, նրանց ծնունդների տարբերությունը 6 ամիս։ Այսինքն եթե իմանանք Հովհաննես Մկրտչի ծնունդը, կիմանանք նաեւ Հիսուսի ծնունդը։ Իսկ Հովհաննես Մկրտչի ծնունդը իմանալու համար ավետարաններում դարձյալ կա հստակ տեղեկություն։ Դա Զաքարիայի պապանձումն էր։ Զաքարիան երկար տարիներ զավակ չուներ, հետո գիտենք ունեցավ հայտնություն, տեսիլք եղավ նրան, եւ որ ասեց որ կունենաս, եւ նա չհավատաց, դրա հետևանքով պապանձվեց։ Զաքարիայի պապանձումը հաշվելի ժամանակ է տեղի ունեցել, որովհետեւ գրված է, թե երբ է դա տեղի ունեցել, ավետարաններում կա, որ տոնի օրը, դա հրեաների տոնի օրն էր, այդ տոնի օրը հնարավոր է հաշվել տոմարագիտորեն։ Անանյան շատ լավ գիտեր, թե հրեաների տոնացույցը ինչպես է, որ տոնը երբ է որոշվում։ Եվ նա դնում հստակ հաշվարկում է, թե երբ պիտի տեղի ունեցած լիներ Զաքարիայի պապանձում։ Եվ նա ասում է, այսինչ ամսի այսինչին։ Ամսաթվով որոշում է։ Հետո ասում է, պարզ է, Զաքարիան քահանա է պետներ այդ տարվա, ուրեմն ըստ հրեական կանոնի նա այսքան օր պիտի իր պաշտոնը մատուցեր, որից հետո նոր իրավունք ունենար գնալու տուն։ Այսքան օր այդ պապանձումից հետո հաշվում է, հետո տուն գնալու ժամանակն է հաշվում, ասում է, հա, այսինչ օրը նա կկարողանար իր կնոջը տեսնել։ Այդ օրվանից էլ սկսում է հաշվել Եղիսաբեթի հղությունը։ Դրանից 9 ամիս հաշվում է, ստանում է Հովհաննես Մկրտչի ծնունդը։ Դրանից էլ 6 ամիս հետո լինում է Հիսուսի ծնունդը։ Սա թվաբանություն է։ Սա Անանյայի գործերի մեջ կա, տպված է, ձեռագրերով մեզ վկայված է, եւ սա կամայական մարդ կարող է այս թվաբանությունը դնել ու ստուգել։ Այստեղ բարդ խնդիր չկա։ Այսինքն սա ունենք տոմարական, օրացուցագիտական հիմնավորում հունվարի 6-ը ճիշտ լինելու։ Ճիշտ է, քրիստոնեությունը իր արմատներով չափազանցին կրոն է, բայց այն տեսքով, ինչ տեսքով մենք այսօր ունենք դավանում, մենք դա Հիսուսի ծնունդով է սկսվում։